Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես միշտ 4 տարբերակից, կարող եք պահել 4 տարբերակից որևիցե մեկը կամ 4 տարբերակներն էլ, բայց տարբեր ցանկություններ, նույն ցանկությունները չի կարելի պահել։ Մինչև պահեք և ժամկետ պահեք լավ կլինի, որովհետև ամեն շաբաթ լինում է, կարող եք մեկ շաբաթվա կտրվածքով պահել։ Նախորդ անգամ ես պահել էի, հենց աստղը ընկավ և ի դեպ ցանկությունս էլ կատարվեց։ Այնպես որ պետք է ցանկությունը մի փոքր ավելի ճիշտ պահել հստակ, որպեսզի այն կատարվի։ Քարտերը մոտապես տաքացել են։ Դուք կենտրոնացեք, եթե չեք կարողանում կենտրոնանալ այս պահին, շտապում եք, կանգնեցրեք, որը որ ձեզ աչքով է տալիս, իրեն պահեք, մնացած ուղղակի կարող եք լսել, եթե ընդամենը մեկ ցանկություն ունեք կամ մեկ հարց քարտերին, եթե ոչ, ապա կարող եք 4-ն էլ տարբեր պահել, թեկուզ երկուսը գոնե ժամկետային տարբերությամբ, երկուսը մեկ այլ, բայց 4-ը նույնը մի պահեք, այդ էներգիան կխանգարի մյուսներին, որպեսզի ճիշտ կատարվի իրենց ցանկությունը, ցույց տա, ավելի շատ կլինի, թե ոչ, որտև այդ էներգիան անընդհատ կլինի եւ անընդհատ ինքը այդ նույն քարտերը կբերի, որ պարզ լինի ձեզ համար լինելու է դա թե ոչ։ Մինչև դուք արդեն կենտրոնանաք, ես կսկսեմ առաջին տարբերակից։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Աստղն ընկավ, դա նշանակում է, որ ընկնի թե չընկնի, միևնույնն է, ցանկությունը արդեն դուք մոտ եք այդ ցանկությանը։ Դժվարություններ չի լինի այդ ցանկությանը հասնել։ Ընդհանրապես առաջինը այդպես է։ Այստեղ այնքան շոք է, դուք չեք պատկերացնի, 37 աստիճան է, երևի 3 ժամ է, ես պատրաստվում եմ այս քարտերն անել, ուղիղ 3 ժամ և չեմ կենտրոնանում, որովհետև պատուհանի մոտ պետք է նստեմ, իսկ պատուհանից ուղղակի կրակ է գալիս ներս։ Չնայած, որ մինչև երեկո դեռ այդքան է լինելու, մենք գտնվում ենք կարմիր գոտում, դրա համար էլ այս վիճակում ենք։ Աստղը նայեք հեռու է իրարից, բայց դուք ինքներդ մոտ եք ձեր ցանկությանը, եթե իհարկե ինչ-որ մի բան չլինի կամ դուք չանեք և հեռվանաք։ Ուրեմն կկատարվեն այստեղ, եթե պահել եք ցանկությունը կապված գիտելիքների հետ, ուսման հետ, դիպլոմի հետ, ընդունելության հետ, յուրաքանչյուր ինչ որ ուսմանն է վերաբերվում, ապա այդ ցանկությունները կիրականանան։ Նաև այստեղ պայմանագիր կնքել աշխատանքի հետ կապված կամ ընդունվել աշխատանքի կամ հարցազրույցի գնալ կամ ինչ որ եթե բիզնես ունեք, շատ կարևոր պայմանագրեր, շատ կարևոր գործարքներ, ապա դա եւս։ Եվ դա նաև ցույց է տալիս երկրորդ կեսի հետ ծանոթություն, ձեզ կարող են ծանոթացնել, երրորդ անձնավորությունը կարող է միջամտել եւ ծանոթացնել։ Հեռախոս, եթե ցանկանում եք հեռախոս գնել, եթե ցանկանում եք հեռախոս նվիրեն, ապա կամ կգնեք կամ կնվիրեն։ Երեխաների հետ կապված ցանկացած հարց, եթե ձեզ անհանգստացնում է եւ դուք պահել եք, ապա դա եւս կկատարվի։ Եվ հարսանիք, ոմանք արդեն կարող են հարսի զգեստը ընտրել, որովհետեւ սա նշանակում է, որ հարսանիքը սայրի հետևում չի, եթե ուզում եք իհարկե, եթե պահել եք։ Այսքանը կարծես թե առաջին տարբերակի համար, պահեք երկրորդ տարբերակը,
մոտեիք, բայց դեռ չի կատարվում, հա, այդպես, դեռ բավականին ժամանակ կա։ Ուղղակի ինչ որ մի քայլով մոտ եք ձեր ցանկությանը, ինչ որ մի բան եք արել։ Գնանք երկրորդ տարբերակը։ Ինչև խառնում եմ, լավ պահեք, կենտրոնացեք ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մեկ անգամ եւս կանամ, թե երբ կկատարվի, հա, ինչ որ ժամկետներ։ Սա կկատարվի արդյոք, նա երբ կկատարվի, նրան ավելի շատ ժամկետներ։ Եվ մեկ ուրիշ քարտերով իհարկե։ Այս քարտերը ժամկետներ ցույց չեն տալիս, ժամկետը դուք պետք է պահեք։ Ցանկությունը իրականացավ, դեպ ես էլ զարմացա, կասեմ ձեզ, անպայման, դե Աստված տա, թող բոլորի ցանկություններն էլ կատարվեն, ովքեր ինչ որ ուզում եմ, դեմքի արտահայտությունը պետք է տեսնեք, երբ որ աստղ ընկավ, իրոք զարմացա շատ եւ կսպասեմ իրականանալուն։ Եթե լավ կենտրոնանում եք այդ ցանկության վրա, այս աստղը շատ ճշմարիտ է ցույց տալիս, պետք է հստակ կենտրոնանաք, ինչ եք ուզում։ Այստեղ ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, դա կարող է լինել, կարող շահել որևիցե, դուրսը մորթիկ կոնեში, ոնց են դուրս եկել, շահեք որևիցե վիճակախաղում, կամ ինչ որ մի հարցում առաջին տեղում լինեք, առաջին տեղը գրավեք, ընկերներով հավաքվեք, գնաք որևիցե մի տեղ, ուրախանաք, բոլորով հավաքվեք, հա, ձեր կարող է նաև դասարանցիները ցույց տասա։ Կրթության հետ կապված դիպլոմ ստանաք, ընդունվեք ինստիտուտ, լավ հանձնեք քննությունները, այն ինչ որ կա, յուրաքանչյուր բան կապված գիտելիքի հետ։ Նաև այստեղ թորներով, ծորներով հավաքվել մեկ վայրում, մեկ տեղում, բոլորը միասին, դա եւս կիրականանա։ Երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց, հղիություն, ծննդաբերություն, այն ինչ որ կապված է երեխաների հետ, որ դուք պահել եք։ Լեզուներ կարող եք սովորել, դե ցանկությունը այսպես թե այնպես արդեն նշեցի իրականանում է, նամակ կստանաք, եթե շատ կարևոր է, ինչ որ մեկից կամ նաև փաստաթուղթ է սա, որը որ ձեզ համար շատ կարևոր էր եւ այն կարող եք ստանալ, կամ ինչ որ մեկից նամակ եք ուզում, սպասում եք, որպեսզի նա ձեզ գրի, սա եւս, հա, ձեզ կգրի, եւ այստեղ նաև բիզնես բացելը, եթե ուզում եք բիզնես բացել, ապա կարող եք, բայց դե ճիշտ ժամանակին նայեք, թե լուսնայինով, թե ամեն ինչով, որ գոնե ճիշտ լինի։ Ձեր քարտեզով նույնպես, որովհետև միայն լուսնայինով չի կարելի բացել, լուսնայինով բավականին շատ օրեր կան, բայց ձեր քարտեզում, ոնց օրինակ հենց հիմա իմ քարտեզում ինչ-որ դիրք կա, որից որ ես վախենում եմ ինչ-որ մի բան սկսել, որովհետև երբ որ սկսեմ, ինքը առաջ չի գնալու։ Բայց լուսնային լիքը օրեր կան, որ ես կարող եմ սկսել։ Դրա համար պետք է հաշվի առնել նաև ձեր անձնական քարտեզը, որովհետև այն ինչ որ դուք անեք, այդ աշխատանքը առաջ չի գնա ուղղակի, կամ ինչ որ այնտեղ ամեն մեկի մոտ տարբեր է։ Եվ նաև այստեղ գործարք կնքել, աշխատանքի ընդունվել, նաև պայմանագրեր կնքել, ծանոթանալ երկրորդ հակառակ սեռի ներկայացուցչի հետ,
Ինչ-որ մեկը ձեզ կարող է ծանոթացնել կամ աշխատանքի բերումով կարող եք ծանոթանալ կամ աշխատանքի վայրում։ Այսքանը շատ հետաքրքիր էր։ Հետո որ բաց լինի մեկնաբանությունները, ինչ-որ մի տեսանյութի, չնայած կա այս պահին տեսանյութ, որի մեկնաբանությունները բաց են, դու կարող եք գրել, արդյոք կատարվեց ձեր ցանկությունները, թե ոչ։ Իսկ մենք գնայինք երրորդ տարբերակը, պահեք կամ պատկերացրեք այդ ցանկությունը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Էլի նորից աստղը առաջինը ընկավ, դա եւս համ մոտեք ձեր ցանկությանը, դա է ասում։ Միգուցե պտտվել էլի նույն ցանկությունն եք պահել։ Կամ մոտենում եք ձեր ցանկությանը։ Հեռու եմ։ Մի փոքր ուշ կլինի, բայց դուք ինքներդ հա ոնց որ քայլ առ քայլ կամ նաև ճիշտ եք գնում, ուղին ճիշտ եք ընտրել, որպեսզի հասնեք ձեր ցանկությանը։ Ահա, ուրեմն երրորդ տարբերակում այստեղ ձեր ցանկությունը մի փոքր ուշանում է, բայց գնում եք ճիշտ ուղով, գնացեք այդպես, եւ առողջության հետ կապված, եթե ինչ-որ խնդիրներ կային եւ հա ձեր ցանկությունը առողջությանն էր վերաբերվում, ապա այն կկատարվի։ Ընկերներով հավաքվել, դասընկերներով հավաքվել, ոչ թե քեֆ անել, ուրախանալ, ապա դա եւս կիրականանա։ Նաև գործարք, պայմանագիր, աշխատանքի ընդունելություն, հարցազրույց, դա եւս կիրականանա։ Հանգիստ, որ գնաք հանգստանալու, կամ աշխատանքից, հա, ոնց որ գնաք հանգստանալու, կամ առհասարակ ինչ-որ մի բան է, որ շատ եք հոգնել, եւ ուզում եք հանգստանալու, եւ հենց որ գնաք ուղակի աշխատանքի վայրից վերցնեք արձակուրդ, գնաք մեկ շաբաթով օրինակ հանգստանալու։ Եվ իհարկե ընտանի կենդանի, ոմանք ընտանի կենդանի կպահեն, ոմանք էլ կարող է այստեղ սա ուժը նաև, որ ձեզ ուժ կգա։ Ոմանք կարող է իրոք ուժ են ցանկացել, որ ինչ-որ մի հարցում դիմանան, ինչ-որ մի հարց դիմակայեն։ Այսքանը երրորդ տարբերակի համար։ Եվ ի վերջո պահեք չորրորդ տարբերակը, տեսնենք չորրորդ տարբերակում ինչ կա։ Տեսնենք մեզ ինչ կասի չորրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Մյուսը կանեմ, էլի նույնս նայեք, աստղը առաջին անկավ, մյուսը կանեմ շաբաթվա ընթացքում երևի թե։ Անկան գնաց եկավ, եկավ Հայաստան, հետ եկավ, որ խախտվել են քարտերս։ Շաբաթվա ընթացքում նա կլինի, մի փոքր ցանկությունը ուշանում է։
Դե բայց պետք է հաշվի առնեք, որ ձեր ցանկություն դեռևս այստեղ կարող է լինել։ Ինչ որ մարդ երևի 4 տարբերակն էլ սա է պահել։ Յոհավորա, օդ չկա, շնչելու չեք պատկերացնի։ Սա ինչ է։ Արևի հետ կռիվ եմ անում։ Այս տարածքը, որտեղ որ մենք ենք, բավականին ոնց որ արևը միշտ ասում ոնց որ գլխիդ վերևում լինի։ Եվ անմիջապես ոնց որ օդը կանգնացնի։ Ահա, ուրեմն դե ցանկություն մի փոքր կուշանա, բայց այդ ուղղությամբ եք գնում, ճիշտ է։ Նաև այստեղ հաշտեցում ինչ-որ մեկի հետ, եթե վիճված եք։ Նաև սա, եթե մոտակա ժամանակահատվածում վիճեք ինչ-որ մեկի հետ, շատ արագ կհաշտվեք առանց որևէ խնդիրների։ Եվ նվեր կստանաք, եթե նվեր եք ցանկանում ինչ-որ մեկից, հա, ինչ-որ մարդ ինձ նվեր կտա, թե ոչ, հա, եթե նման հարցեր էր, ապա այո, կտա։ Եվ իհարկե այստեղ էլի աշխատանք, էլի գործարք, պայմանագիր, 4 տարբերակում նակար, ինչ-որ մեկը երևի ընդհանուր պահել էր 4-ին, նաև ծանոթություն հակառակ սեռի հետ։ Միգուցե շատ եք ցանկանում ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, ով որ պետք է ձեր ծանոթը ձեզ ծանոթացնի, դա տեղի կունենա։ Այստեղ նաև տան հետ կապված, տուն գնել եւ իհարկե նաև դա կարող եմ ավելացնել տուն վարձել, դա ինչու՞ չէ, եւ իհարկե վերանորոգում։ Մյուսը տունը տեղափոխվելն է, սա կարելի է նաև վարձելն էլ մեջ ավելացնել, որովհետեւ դա տան հետ կապված է բացի վաճառքից, հա, որովհետեւ այս քարտերը չեն ասում, որ կվաճառեք տունը։ Այսքանը, սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն, երբ որ իրոք պետք է այն կատարվի կամ եթե պետք է այն կատարվի, ուրեմն այն իրականում կկատարվի։ Բայց որոշ բաներ էլ կա, որ մենք պետք է ձգտենք դրան, մեր էներգիան պետք է տանք տիեզերքին, այդ ցանկության էներգիան պետք է վերցնի մարդ իր վրա։ Եթե դուք հանկարծ ինչ-որ մի ձևով ասում եք, հարստությունը ինձ համար չի, այս ցանկությունը երբեք չի կատարվի, միևնույնն է, երբեք չի գրի ինձ, միևնույնն է, երբեք սա չի լինի, ուրեմն իմացեք, միևնույնն է, դա չի լինի, ինչքան էլ որ օրինակ աստղը հենց այսպես գցելուց իրար կպնի, միևնույնն է, դա չի լինի ձեզ մոտ։ Այդ էներգիան պետքա դուք ինքներդ գրավեք, որ այո, դա լինելու է, եւ իդեպ իմ երկրորդ ցանկությունն էլ է կատարվել։ Այո, երկրորդ ցանկությունն էլ է կատարվել, որը վաղուց էի պահել եւ պահել էի մայիսին կլինի թե ոչ, երկրորդ անգամ պահեցի, բայց դե մայիսին չեղավ, հունիսին եղավ։ Մի փոքր այս այն կողմ եղավ, բայց աստղը ընկել էր, այդ ցանկությունն էր աստղը ընկել։ Այնպես որ պետք է այդ էներգիան տակ, որ դուք իրոք ուզում եք, որ այդ ցանկությունը ձեր կատարվի, եւ այդ դեպքում կզգաք, թե ոնց այդ ցանկությունը ինչքան արագությամբ կատարվեց։ Չեք էլ հասցնի պատկերացնել, որ այս ինչ եղավ։ Այս ոնց կատարվեց սա։ Իսկ եթե դուք հենց մտքի ծայրով ասում եք, որ այդ ցանկությունը ամեկա չի լինի, ամեկա չեմ կարող, միևնույնն է, անհնարին է, ուրեմն իզուրա նայելը սա։ Շատ իզուրա։ Այսքանը։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Եվ թող բոլորի ցանկությունները եւս մեկ անգամ կատարվեն այն ժամանակ, երբ որ հենց իրականում պետք է կատարվեն։ Լավ եղեք։